անկալություն ու անվտանգային բարձր մակարդակ։ Համադրություն, որն այս տարի գրավել է միլիոնավոր այցելուների զբոսաշրջային ուղղություններից ընտրելու Հայաստանը։ Մենք Հունաստանից ենք եւ շատ ենք գալիս այստեղ։ Մեզ շատ է դուր գալիս, ամեն ինչ հրաշալի է։ Առաջին տպավորությունս իսկապես լավն է։ Հայերն իսկապես լավն են, երկիրը գեղեցիկ է, հարուստ պատմությամբ եւ դրա համար ես սիրում եմ այստեղ գալ։ Շատ բարեհամբույր եւ բարեսիրտ ժողովուրդ է, կարելի է յուրաքանչյուրին կանգնեցնել փողոցում ցանկացած հարցով եւ բոլորը կփորձեն օգնել, խորհուրդ տալ։ Մեզ շատ դուր եկան մարդիկ, նրանց վերաբերմունքը, եթե հարց ենք տալիս կամ օգնության դիմում, հաճույքով օգնում են։ Միջազգային վարկանիշներում ներկայացվածությունը ևս արտացոլում են մեր երկրի անվտանգային մշակույթն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս տարի միջազգային հայտնի պարբերականը, որը ամեն տարի հարցումներ է իրականացնում եւ հրապարակում, թե որ երկրներն են համարվում ամենաանվտանգը, Հայաստանը դիրքավորել էր 8-րդ տեղում։ Անվտանգությունը մեր կենսակերպի մեջ է, մեր վարվելակերպի մեջ է եւ մարդիկ իրապես Հայաստանում իրենց անվտանգ են զգում։ Ես շատ երկրներ եմ ճամփորդել եւ որոշ եվրոպական երկրներում անգամ, օրինակ եվրոպական քաղաքներից նշեմ Բարսելոնայում, զբոսաշրջիկների հեռախոսին ծանոթություններ են գալիս այն մասին, որ պետք է ուշադիր լինել անձնական իրերի, պայուսակի նկատմամբ, դրանք զբոսաշրջիկները իրենց մոտ պահեն։ Բարեբախտաբար Հայաստանում նման ծանոթությունների կարիքը չկա։ Զբոսաշրջիկների համար անվտանգային պայմանները նախընտրած երկիր այցելելու ընտրության հարցում կարևոր չափանիշներ են։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ զբոսաշրջիկներն իրենց անվտանգ են զգում։ Ոչ մի պահ հեզոտար չես զգում։ Մենք այստեղ մեզ լիովին անվտանգ ենք զգում եւ գիտեք, կարող եմ ասել, որ մենք դեռ չենք եղել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Երևանը որպես մայրաքաղաք պարզապես բարձր մակարդակի վրա է։ Սա իսկապես եվրոպական քաղաք է, հարմարավետ ու անվտանգ։ Ինձ անվտանգ եմ զգում, լիովին անվտանգ։ Ոստիկանության ծառայողներն ու անվտանգության աշխատակիցներն ամենուր են, օրինակ տեսարժան վայրերի մոտ, հրապարակներում, խանութների մոտ, սա զբոսաշրջիկներին ապահովություն է ներշնչում։ Անվտանգային միջավայրի վերաբերյալ զբոսաշրջիկների գնահատականը թվերով։ Առնվազն 9 կամ 10։ 9 9 Գնահատում եմ 10-ից 10։ Իրադարձային туриզմը, որ իրականացնում է զբոսաշրջության կոմիտեն, անցնում են առանց լուրջ միջադեպերի եւ պետք է շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ներքին գործերի նախարարության, որոնք զգոն են եւ միշտ աջակցում են մեզ այդպիսի մեծ մարդաշատ միջոցառումների անցկացման համար։ Զբոսաշրջիկները նշում են, որ հատկապես գիշերային ժամերին անվտանգության առումով Երևանը գերազանցում է նրանց այցելած բազմաթիվ քաղաքների, ինչը ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր ծառայությունների համակարգված եւ արդյունավետ աշխատանքի ցուցիչ է։ Ոչ բոլոր քաղաքներում զբոսաշրջիկը կարող է իրեն գիշերը ապահով զգալ, առավել եւս գիշերային ժամերին, սովորաբար զգուշացնում են 11-ից հետո դուրսը չգտնվել եւ այլն, իսկ Երևանում եւ մյուս մեր բոլոր այցելավայրերում գիշերային կյանքը կամ գիշերը զբոսնելը, վրանում ապրելը ոչ մի խնդիր չի առաջացնում զբոսաշրջիկի համար։ Ըստ Կոնդե Նաստ միջազգային հեղինակավոր ճանապարհորդական պարբերականի Երևանը աշխարհի 10 լավագույն գիշերային կյանքով քաղաքների շարքում 7-րդն է։ Կարող եմ ազատ շրջել թե գիշերը, թե ցերեկը առանց որևէ խնդիրների, նույնիսկ կարող եմ միայնակ քայլել։ Անցած գիշեր մինչև ժամը 1-ը միայնակ դրսում եմ եղել եւ քայլել եմ դեպի հյուրանոց, իսկապես անվտանգ էր։ Այստեղ կարող ես անգամ գիշերը դուրս գալ։ Մենք կարող ենք երեխաների հետ հանգիստ զբոսնել քաղաքում։ Մենք իսկապես մեզ ապահով ենք զգում։ Ժամանել ենք առավոտյան ժամը 5-ին, դեռ մութ էր, քայլելիս հանդիպեցինք ոստիկանների, որոնք մեզ ճանապարհ ցույց տվեցին։ Զբոսաշրջիկների արձագանքները փաստում են, որ Հայաստանը տեսնելու, զգալու եւ անվտանգ ճամփորդելու երկիր է։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է առաքելությունը, բոլոր ջանքերը ներդնելով մեր երկիր այցելողների առավել անվտանգ հանգիստը երաշխավորելու ուղղությամբ։